Այսօր մենք ուզում ենք քաջալերենք ամեն մեկիդ։ Եթե մենք կյանք ունենք, թողեք այդ կյանքը Հիսուս Քրիստոսի մասին վայելի, Հիսուս Քրիստոսի մասին խոսա, եւ այդ Հիսուս Քրիստոսի ամբողջ պատգամը կարողանա փոխանցի, որ Հիսուս Քրիստոսը դրա միջոցով կարողանա փառավորվի։ Ուրեմն այս խոսքերը, որ խոսեցի, ինձանից չի։ Այս խոսքերը ուղղակի Աստծո խոսքից է, Հովհաննեսի ավետարան 15-րդ գլուխ 26-ից 27։ Իսկ եւ որ գա մխիթարիչը, Հիսուս Քրիստոսն է բանն ասում։ Իսկ եւ որ գա մխիթարիչը, որին ես ձեզ ուղարկեցի հորից ճշմարտության հոգին։ Հիսուս Քրիստոսն ասում է այն հոգին, որ մխիթարիչ է, ես հորից խնդրել եմ եւ ուղարկեմ ձեզ համար։ Անցյալ անգամ խոսեցինք, որ Հիսուս Քրիստոսը հայերեն թարգմանության մեջ ասում է, ես հորից կաղաչեմ, որ Սուրբ Հոգուն ձեզ համար ուղարկի։ Թարգմանությունը հայերենի մեջ ես ավելի շատ եմ հավանում։ Անգլերենի մեջ ասում է, ես կհարցնեմ, ես կուզենամ, որ Հայր Աստվածն ուղարկի, բայց հայերենի մեջ ասում է, ես կաղաչեմ, որ ինչ անի, այդ մխիթարիչը կա, ձեր մոտ մնա։ Եվ տեսեք շարունակությամբ ինչ է ասում, որ հորից է բխում, որ հորից է բխում, նա պիտի վկայի իմ մասին։ Այսինքն Սուրբ Հոգին, եթե մեր մեջ է, մեր մեջ գործում է, Հայր Աստծո զորությունից է գալի։ Հայր Աստվածը կենդանի ջրերի նման այդ զորությունը ուղարկում է, եւ մեր մեջ Սուրբ Հոգին սկսում է գործել։ Եվ ասում է բխում է, եւ ասում է պիտի ինչ անի, պետք է վկայի իմ մասին։ Մարդիկ կարող են մտածեն ասեն Հիսուս Քրիստոսը ինչքան հպարտ է, ոչ։ Հիսուս Քրիստոս հպարտ չի։ Հիսուս Քրիստոս ձևոր ասում է Սուրբ Հոգին կգա եւ իմ մասին խոսա եւ կպատմի, դրա համար է որ ինքը Հայր Աստվածը եւ Սուրբ Հոգի Աստվածը իրանք համար ինչ ունեն, տարբեր պատասխանատվություններ ունեն, տարբեր վիճակներ ունեն եւ մի հատ գործերից Սուրբ Հոգուն սա է որ Հիսուս Քրիստոսին փառավորի մեր կյանքի մեջ։ Եթե մենք խոսում ենք այսօր մեզանից, շատ ենք մենք մեզանից գովում, ուրեմն դեռ Աստծուն մենք չենք ճանաչացել, դեռ Սուրբ Հոգին կատարյալ ձևով մեր մեջ չի ապրում։ Ովեր են, որ իրանցից շատ են գովում։ Ես երբեմն ինձանից շատ եմ գովում, շատ եմ գոհանում ինձանից։ Ո՞ա ինչքան լավն ես, պատաս հայլի մեջ նայում եմ, ասում եմ, քո նման մարդ չկա։ Եվ այս հպարտություն է։ Ոմանք կարող է այդպես լինենք։ Ինչ որ մտածում ենք, ասում ենք, օ, ես այսպես, ես այնպես, բայց Սուրբ Հոգին գալիս է եւ Հիսուս Քրիստոսի մասին է խոսում։ Ասում է, եւ դուք էլ պետք է վկայեք։ Վայ, քեզ բան, Հիսուս Քրիստոս ինչ ասում, եւ դուք էլ պետք է վկայեք, որովհետեւ սկզբից ինձ հետ է եղել։ Հիսուս Քրիստոս աշակերտներին ասում, եթե մենք այսօր Հիսուսի մասին չենք կարողանում վկայենք, պատճառը սա է, որ իր հետ չենք։ Արդյոք խոսում ենք Հիսուս Քրիստոսի մասին, արդյոք մարդկանց մոտ խոսում ենք նրա մասին, թե խոսում ենք մեր գործերի մասին, մեր առաջադիմությունների մասին, բայց Սուրբ Հոգին գալիս է, որ Հիսուս Քրիստոսին փառավորի։ Եվ մենք պետք է ուզենանք այդ ծարավը գա եւ Սուրբ Հոգին մեր մեջ ապրի, որ մենք դառնանք մի օտար անձնավորություն, մի օտար մարդ։ Առաջի կետը այսօրվաս քարոզին է, Սուրբ Հոգին մեր աստվածային ինչն է, օգնականն է, աստվածային օգնականն է, որ եկել է մեր մեջ, 15-րդ գլխի 26-րդ համարի մեջ ուղղակի այսպես ասում, երբ որ մխիթարիչը գա, ձեզ ինչ կանի, ձեզի կօգնի, հունարենի մեջ մի հատ բառ է օգտվում, այդ բառը ասում է փարակլետոս, նշանակում է մեկը, որ գալիս է մեր կողքին կանգնելու եւ մեզ օգնելու։ Այս բառը կարելի է թարգմանել նաեւ որպես ինչ, որպես բարեխոս, Սուրբ Հոգին, որպես բարեխոս մեր մոտ կանգնած է եւ փաստաբան է, մեզ ինչ անում, մեզի օգնում է, ովեր փաստաբան ունեն։ Որոշ անգամ մենք փաստաբաններին վարձում ենք իրենց փող ենք տալի, որ մեր դատը ինչ անեն, մեր դատը տանեն։ Բայց Սուրբ Հոգին գալիս է մեր մոտ մնա եւ մեզ ինչ անի, մեզ համար փաստաբանի դեր խաղա եւ կարողանա մեզ ինչ անի, մեզի օգնի։ Հռոմեացիների 8-րդ գլուխ 26-րդ համար տեսեք ինչ ասում։ Ասա նույնպես էլ Հոգին օգնություն է գալիս, օգնության է գալի մեր տկարություններին, որովհետև չգիտենք,
թե ինչպես պետք է աղոթենք, բայց հոգին ինքը բարեխոս է լինում մեզ համար անպատմելի հառաչանքներով։ Սուրբ Հոգուն, եթե մենք չունենք, աղոթելու ձևն էլ մենք չենք կարող հասկանալ։ Սուրբ Հոգին գալիս է մեր մեջ, ապրում է, մեզի օգնում է, Հիսուս Քրիստոսին փառավորում է, մեզի խրատում է, մեզ համար օգնում է, որ մեր աղոթները ճիշտ տեղ հասնի Աստծո մոտ, որտեղ մենք չենք իմանում ինչպես ենք աղոթում։ Երբեմն մենք աղոթում ենք միայն մի քանի բառով եւ բավարարվում ենք ու գնում ենք, բայց եւ որ մտնում ենք Աստծո ներկայության մեջ եւ հանդարտ մնում ենք իր ներկայության մեջ, խելոքության մեջ, եւ այն ժամանակ Սուրբ Հոգին սկսում է մեր մեջ գործել եւ ասում է, որ մենք ինչի մասին պետք է աղոթենք։ Եվ դժբախտաբար մեր էությունը, մեր ցանկությունը սա է, որ մեր դժվարությունների մասին աղոթենք։ Արդյոք այդպես չի։ Ես վստահ եմ, որ ամեն մեկս մենակ մեր դժվարությունների մասին ենք աղոթում։ Այդպես չի։ Ամենն ասում են, ես ինչ աղոթում եմ, Աստված այս բանը չի անում ինձ համար։ Ես ինչ աղոթում եմ, չգիտեմ, այս դժվարությունը չի անցնում։ Բայց Աստծո Հոգին գալիս է սովորեցնի, որ մենք ինչ ժամանակ ինչպեսի աղոթ ներկայացնենք Աստծուն։ Եվ Սուրբ Հոգին գալիս է, որ մենք կարողանանք հասկանանք այդ օրվա ամենակարևոր բանը, որ պետք է իր մասին Աստծո առաջ խոսանք, այդ մեզ համար բացահայտում է։ Եթե մենք Սուրբ Հոգուն չունենանք, չենք իմանա ինչ ենք խոսում։ Եվ երբեմն հոգնում ենք, էլ չենք աղոթում։ Երբեմն հոգնում ենք Աստծո խոսքը դեն ենք տնում եւ չենք մտածում մասին։ Եվ մենակ բավարարվում ենք ինչով։ Ես Հիսուսին հավատում եմ եւ Հիսուսին սիրում եմ։ Աշխարհի մեջ շատ մարդիկ կան, որ Հիսուսին հավատում են եւ Հիսուսին սիրում են։ Բայց կարևորը սա է, որ Սուրբ Հոգին մեր մեջ գործի։ Սուրբ Հոգին, երբ որ գալիս է, մեր մեջ սկսում ենք մենք Աստծուն ճանաչել։ Եվ դա ամենակարևոր բանը, որ Աստծո խոսքի մեջ մեզ համար դրված է։ Հռոմեացիս 16-րդ գլուխ 13-րդ համար։ Ասում է, իսկ երբ գանա ճշմարտության հոգին, ձեզ կառաջնորդի դեպի ամբողջ ճշմարտությունով։ Ամբողջ ճշմարտությունը մենակ ու մենակ Սուրբ Հոգին է մեզ առաջնորդում։ Այսօր մարդիկ շատ են մտածում, որ ճիշտ բանը կատարվի իրենց կյանքի մեջ։ Այդպես չի։ Ամենն ասում են human right, ամենն ասում են woman right, չգիտեմ, շատ բաներ են խոսում ճշտության մասին, բայց Սուրբ Հոգին ինքը ճշմարտության հոգին է, որ ամենակարևոր բաները մեզ ինչ են անում, ամենակարևոր բաները մեզ ինչ անում, հիշեցնում է եւ մեզի պատրաստում է ավելի մոտենանք Հիսուսին եւ ճանաչենք նրան։ Սուրբ Հոգին մխիթարիչ է, Հովհաննես 14:16-ի մեջ, եւ ես կաղաչեմ, տեսեք ես համարն օրեն ստեղ օգտվում են, եւ ես կաղաչեմ Հորը, եւ նա ձեզ ուրիշ մխիթարիչ կտա, որպեսզի նա հավիտյան ձեզ հետ լինի, Սուրբ Հոգին հավիտյան մեր մեջ կլինի։ Ինչու համար? Որտեւ Հիսուս Քրիստոսը եկավ, որ մարդկության հետ լիներ, բայց ինքը մեռավ, հարություն առավ, համբարձավ, երկինք գնաց, բայց իր ներկայությունը հավիտենական պետք է ինչի միջոցով գար, Սուրբ Հոգու միջոցով գար, եւ Սուրբ Հոգին եկել է, որ միջով հավիտյան մեզ ինչ անի, մեզի առաջնորդի մեր կողքին կանգնի եւ մեզի պատրաստի, որ կարողանանք երկինք անցնենք եւ ապրենք հավիտենական կյանքի համար, որ Աստված մեզ համար պատրաստել է։ Ալելույա։ Ինչքան լավ է, որ մենք ծանոթվենք Սուրբ Հոգու այդ էության հետ, որտեղ նա գալիս է Հիսուսի ամբողջ կյանքի մանրամասը մեզ համար բացատրում է։ Երբեմն մենք չենք ճանաչում Հիսուսին, երբեմն մենք չենք ճանաչում մեզի, երբեմն մենք չենք ճանաչում Աստծո նպատակները, մենք չենք ճանաչում Աստծո ծրագրերը մեր ամբողջ կյանքի մեջ։ Բայց Սուրբ Հոգին գալիս է, որ մեկ առ մեկ բացատրի եւ հայտնություն տա մեզի։ Երբեմն ժողովուրդն ասում է, ես ինձ համար բացվավ։ Սուրբ Հոգին չի գալի մեր բան մեզ համար բացի։ Սուրբ Հոգին գալիս է մի բան մեզի հասկացնի։ Ամեն։ Եվ որ ասում ենք մի բան մեզ համար բացի, այսինքն նշանակում է ծածկված է միջով այսօր եւ Աստված ոչ ոքի չի ցույց տվի, այսօր իմ ժամանակն է, ուրեմն Աստված մենակ ինձ է ցույց տալի։ Ուրեմն չի բացում Աստված։ Աստված սովորեցնում է, Աստված հայտնություն է տալի, որ մենք կարողանանք հասկանանք Աստծո նպատակը եւ Աստծո իրական այդ բանը, որ մեզ համար պատրաստել է։ Հովհաննես 14:26-ի մեջ էլ ինչ ասում։ Բայց մխիթարիչը Սուրբ Հոգին
որին հայրը կուղարկի իմ անունովը, նա ամեն ինչ ձեզ կսովորեցնի, նայեք ասում է ամեն ինչ ձեզ կսովորեցնի եւ ձեզ գիշեցնի այն ամենը, ինչ ես ձեզ ասել եմ։ Ոմանք ասում են ես քրիստոնյա եմ, բայց իրանից ասում են Հիսուս Քրիստոսը լեռան քարոզի ժամանակ ինչ էր խոսած, ասում չեմ անում։ Մարդիկ պետք է իմանան, որ Սուրբ Ոգին գալիս է, որ հիշեցնի այն բանը, որ մենք Հիսուսի մասին Աստծո խոսքից վերցնում ենք։ Գիտեք ինչու համար Սուրբ Ոգին հիշեցնում է մեզի։ Այդ հիշեցնելը մեզի զորություն է տալի։ Այդ հիշեցնելը մեզի քաջություն է տալի, այդ հիշեցնելը մեզի համբերություն է տալի։ Հիսուս Քրիստոսի խոսքերը մեզ համար ինչ է։ Մեզ համար դեղ է։ Մեր վերքերի համար Հիսուս Քրիստոսի խոսքը դարման է, գալիս է եւ ինչ անում, գալիս է եւ ճշտում է մեր ամբողջ էությունը, ամեն սխալները բժշկվում է եւ որ Սուրբ Ոգին մեր մեջ գործում է եւ Հիսուս Քրիստոսի խոսքի միջոցով է դա անում մեզ համար։ Ներողություն։ Ուրեմն ինչքան կարևոր է, որ Սուրբ Ոգին մեր մեջ գործի, ճանաչեցնի Հիսուս Քրիստոսին, որովհետեւ նպատակը սա է, որ մենք Սուրբ Ոգու նման փառավորենք Հիսուս Քրիստոսին։ Եթե մենք ապրում ենք եւ Սուրբ Ոգին հիշեցնում է մեզի այն բանը, որ Հիսուսն է ասում։ Սուրբ Ոգին մեզի առաջնորդում է մեր աղոթների մեջ, մեր վարվելակերպի մեջ, մեր կյանքի ձևերի մեջ, ամբողջ նպատակը սա է, որ մենք փառավորենք Հիսուս Քրիստոսին։ Ամեն։ Հիսուս Քրիստոսը Մատթեոսի ավետարանը 5-րդ գլխի 13-ի մեջ ասում է դուք ինչ եք, դուք աշխարհի աղն եք։ 13-ից մինչև 16 կարող եք կարդալ։ Ասում է դուք աշխարհի աղն եք, դուք աշխարհի լույսն եք։ Եվ որ մենք աշխարհի աղն ենք եւ լույսն ենք, ասում է թող որ դեր լույսը Երևան կա։ Եվ մարդիկ տեսնեն եւ ձեր երկնավոր հոր ինչ անեն, փառաբանեն։ Եվ Սուրբ Ոգին գալիս է, որ այդպեսի մի հայտնություն մեր մեջ ստեղծի։ Արդյոք մենք լույս ենք Հիսուս Քրիստոսին։ Համար թե ոչ, արդյոք մենք աղ ենք եւ հիշեցնում ենք Հիսուս Քրիստոսի մարդկանց համար թե ոչ։ Եթե մենք կայլում ենք մարդկանց հետ եւ մարդիկ չեն կարողանում Հիսուսին մեր մեջ տեսնեն, մենք պետք է խոր ձևով կանգնացնու ներկայության մեջ եւ ուզենանք, որ Սուրբ Ոգու ազդեցությունը թափի մեր վրա։ Թափի եւ կարողանանք ինչ անենք, զորություն վերցնենք։ Ես քաջալերում եմ ձեզի, որ մեր կյանքը տանք Հիսուս Քրիստոսին եւ Սուրբ Ոգու ձեռքերի մեջ։ Եվ այն ժամանակ կտեսնենք, որ ինչքան զարմանալի բաներ է կատարվում։ Անցյալ գիշեր այնքան քաղցր երազի մեջ էի։ Երազում ենք հովիվներով հավաքված մարդկանց ազատագրության համար աղոթում էինք։ Եվ այնքան այդ երազը ինձ համար քաղցր էր, առավոտը չգիտեք ինչ ուրախությունով էի վեր կացի։ Հիմա չգիտեմ ինձ էլ կպատահի չեմ իմանում, բայց զարմանալի էր։ Եվ որ Հիսուս Քրիստոսի անունը տալիս է իր հայտնություն էր գալի երկնքից։ Եվ այդ քարոզիչները երազում ինձանից ասում էին դու ինչպես իմացար ես դեվար էսպես է։ Ես ասում եմ որտեվ երկնքից ինձ մի ձայն լսեցի։ Երկնքից լսացի որ Աստված ասեց որ դժվարությունը որտեղ է։ Այսօր մենք կարիք ունենք որ ձայն լսենք մեր մեջ։ Եվ այդ Սուրբ Ոգու ձայնն է որ մեր մեջ խոսում է։ Եվ մեզ ինչ անում եւ մեզ առաջնորդում է որ ինչ անենք օտարների փրկության համար։ Ինչ անենք Հիսուս Քրիստոսի գործը կատարելու համար։ Ինչքան ենք մեր մասին մտածում, ինչքան ենք կպարտանում մենք մեզանով։ Եթե Սուրբ Ոգին Իրանից չի խոսում, վայ մեզի, որ մենք մեզանից ենք գովում եւ մեզանից ենք խոսում։ Մենք պետք է մենակ Հիսուսից խոսենք։ Եթե մեկը ձեզ սկսում է գովել, ասա խնդրում եմ ինձ մի գովա։ Մենակ գովասանքը թող լինի Հիսուս Քրիստոսին։ Թողեք այնպես ապրենք, որ մարդիկ գովան մեզի, որ առիթ ունենանք այդ բանն իրանց ասենք, որ այդ Հիսուս Քրիստոսի պատճառով է, որ այսօր դու այդ բանի մեջ տեսնում ես։ Դժբախտաբար տարիներ անցնում են, մարդիկ գալիս են, գնում են, եկեղեցում գալիս են տարբեր եկեղեցի են փոխում։ Գալիս են ասում են, այս եկեղեցի չգիտեմ, այսպես էր, այն եկեղեցին այնպես էր։ Բայց մարդկանց մեջ մի փոփոխություն չի կատարվում։ Այսօր այն ժամանակն է, որ թողնենք Սուրբ Ոգին մեր մեջ գործի։ Հալելույա։ Սուրբ Ոգին մի ուժ չի, որ ինչ անի, որ ազդեցություն տնի, ազդեցության համար չի Սուրբ Ոգին։
Նա Աստվածն է եւ անձը, որ գալիս է եւ ինչ անում։ Հավատացյալների կողքին լինելով, նրանց օգնելու համար, առաջնորդելու համար եւ օգնելու, որ մենք կարողանանք գործ անենք նրա հետ։ Եվ զորացնելու համար է գալիս, որ մեր մոտ ապրի։ Երբ Հիսուսը երկրի վրա էր, նա անձամ ինչ էր անում, աշակերտների հետ էր, սովորեցնում էր նրանց, մխիթարում էր, առաջնորդում էր։ Եվ այսօր մենք էլ որ այսօր երկրի վրա ենք ապրում, եթե Հիսուս Քրիստոսի ներկայությունը չկա, ուրեմն Տերը Սուրբ Հոգուն տալիս է, որ Սուրբ Հոգու ներկայությունը մեզի առաջնորդի, մեզի տանի եւ մեզի մխիթարի, մեզի զորացնի, մեզի քաջալերի եւ մեզի մխիթարի։ Գալիս է, որ որոշումներ մենք կարողանանք կայացնել։ Գալիս է, որ կարողանանք մենք գործեր եւ ծառայություններ անենք։ Գալիս է, որ մենք կարողանանք զորություն ունենանք քարոզելու համար։ Գալիս է, որ մենք զորություն ունենանք խոսալու համար, պատգամը տալու համար Հիսուս Քրիստոսի մասին։ Փնտրիր Սուրբ Հոգու առաջնորդությունը Աստծո խոսքի միջոցով։ Աստծո խոսքը լրիվորեն Սուրբ Հոգու առաջնորդության մասին է խոսում։ Թողեք ծանոթվենք Սուրբ Հոգու հետ, թողեք ծանոթվենք Աստծո խոսքի հետ եւ այդ կարողանա մեզի առաջ տանի։ Չգիտեմ ինչքան եք ծանոթ Աստծո խոսքի հետ, ինչքան ծարավ ունեք Աստծո խոսքի հետ։ Արդյոք կարդում ենք թե չենք կարդում, արդյոք մտածում ենք դրա մասին թե ոչ։ Երբեմն մարդիկ կարդում են եւ ասում են, որ տեսքան որ ես հասկանում եմ բավական է։ Այդպես չի, մենք պետք է Սուրբ Հոգուց ուզենանք, որ մեզ համար գա եւ այդ խոսքը, որ գրված է մեզ համար հասկանալի դարձնի, որ մենք կարողանանք իմանանք ինչ պետք է կատարենք։ Սուրբ Հոգին երկրորդ կետը քարոզին է, Սուրբ Հոգին վկայում է Հիսուսի մասին։ Հալելույա, Հիսուսի մասին է վկայում։ Եվ այս կարևոր point-ն է այսօրվա նմերը։ Հիսուսն ասում է, նա իմ մասին պետք է վկայի։ Ձեր մեջ ինչն է զորություն տալի, ինչն է խոսում, ինչ խոսակցություն կա ձեր սրտի մեջ, ձեր մտքի մեջ ինչ խոսակցություն կա։ Արդյոք միշտ մտածում ենք, որ Սուրբ Հոգին այսօր ինձ հետ խոսեց եւ Հիսուսի քարակտեր ինձ ծանոթացրեց, թե չէ։ Պետք է ուշադրություն դարձնենք Սուրբ Հոգու ծառայության կենտրոնին։ Սուրբ Հոգու ծառայության կենտրոնը սա է, որ Հիսուսին փառավորի։ Մեր ուշադրությունը պետք է դա լինի։ Նրա գործը երբեք չի փառավորել ինքը իրեն։ Հետաքրքիր է, Սուրբ Հոգին երբեք ինքը իրանից չի պատմում։ Ինչքան հետաքրքիր է Աստծո Հոգին, Սուրբ Հոգին, որ ինքը Աստված է, ինքը չի փառավորում իրան։ Ինչքան ավելի մենք պետք ունենք, որ մեզ չփառավորենք, չպարտանանք մենք մեզանով։ Մարդիկ կան, որ խոսած իրանց հետ, ինչ ասում ես, ասում են, որ ես եմ ասում ճիշտ է։ Այն որ ես եմ մտածում ճիշտ է։ Անհնար է մի բան ընդունել նրանք։ Եվ Սուրբ Հոգին տեսեք ինչքան խոնարհ է, որ Հիսուսի մասին է խոսում։ Ինքը Աստված լինելով Հիսուսի մասին է խոսում։ Նրա առաքելությունը միշտ փառավորել է Հիսուս Քրիստոսին։ Ինչ այդ ամեն բանը, որ Սուրբ Հոգին անում է, մարդկանց ուղղում է դեպի ինչը, մարդկանց ուղղում է դեպի Քրիստոսը։ Քանի ժամանակ մեկ Աստված մեզ ինչ է անում, հիշեցնում է, որ արդյոք քո հարաբերությունը Հիսուսի հետ մեկ է թե բան լավ է թե ոչ։ Արդյոք դու Հիսուսի հետ քաղցր հարաբերության մեջ կաս թե ոչ։ Եվ դժբախտաբար երբեմն հրավիրում է Սուրբ Հոգին, որ մենք մի բաներ անենք, որ մեր հարաբերությունները Հիսուսի հետ լավանա, բայց մեր ականջները էլ արդեն չի լսում։ Մեր սրտերը երբեմն շատ տանրանում է եւ չի թույլ տալի, որ Սուրբ Հոգին մի տեղ բացի մեր սրտի մեջ։ Եվ ձեզ քաջալերում եմ եւ պետք է քարոզից հետո աղոթենք։ Քաջալերում եմ, որ թողնենք Սուրբ Հոգին Հիսուսին ներկայացնի, մենք մտածենք Հիսուս Քրիստոսի մասին։ Մարդիկ մենակ մտածում են ինչպես իրաց մեղքերից ազատվեն։ Մատը երիտասարդ կան իմ մոտ է գալի,
Եվ շատ է խոսում դևերին դեսպես են անում, հարցատվում են անում, ես են անում, ասում այդքան դու դևերին մի փառավորիր։ Այսքան միացի սատանան էսեն տարավ, սատանան ենեն տարավ։ Մարդիկ առանց որ իրանք իմանան դևերին են փառավորում։ Մարդիկ առանց որ իմանան իրանք են փառավորում։ Բայց եւ որ Սուրբ Հոգին գործում է, մենք ուղղակի Հիսուսի մասին ենք խոսում։ Շատ ժամանակներ կար, որ մարդիկ մեզ ասում, դուք չեք օգնում, այդքան Հիսուսից եք խոսում։ Ինչի համար չենք օգնում, որտեղ Սուրբ Հոգին անընդհատ մեր սրտի մեջ խոսում է։ Եվ եթե Հիսուսի մասին քանի ժամանակա չենք խոսացել, եւ լուր ենք մնացել, պետք է ասենք Սուրբ Հոգի օգնիր ինձ եւ նա զորության հոգի է եւ օգնում է մեզ, որ մեր լեզուն բացվի եւ Հիսուս Քրիստոսի մասին սկսենք խոսել։ Իմաստությունով, գիտությունով, Աստծո խոսքից տեղյակ լինելով ավելի կարող ենք ազդեցիկ լինենք մարդկանց կյանքի համար։ Հիսուսը բարձրացվում է, փառավորվում է եւ ավետարանը ինչ անում, ավետարանը քարոզվում է ինչի միջոցով, Սուրբ Հոգու գործի միջոցով, որ մեր կյանքի մեջ է գալի։ Սրտերը համոզվում է եւ խրատով են կյանքերը ինչ լինում, կյանքերը փոխվում եւ ամեն այդ բանը Սուրբ Հոգին է կատարում, որ մեր մեջ բնակվում է։ Խրատում է մեզի, առաջնորդում է մեզի։ Գործարքելոց 5-րդ գլուխ 32-րդ համարը։ Ասում է եւ մենք այս բաները վկաներ ենք, այս բոլոր բաների վկաներն ենք։ Այսինքն առաքյալները խոսում են ընդ ձևով, որ Սուրբ Հոգին վկայում է Հիսուսի մասին, աշակերտներն ասում են, այդ ամեն բաները որ պատահել է, մենք վկաներ ենք եւ խոսում ենք դրա մասին։ Մի բան որ շատ կարեւոր է, առաքյալները ինչն էին վկայում։ Այն գործը, որ Հիսուս Քրիստոսն արավ։ Կարող է մենք մտածենք, մենք այն դարվա հավատացյալ չենք, մենք բան չենք տեսել։ Ուզում եք տեսնել։ Եթե տեսնեք, որ Հիսուսը գործում է ձեր կյանքի մեջ, խոսք ունենաք ասելու։ Խոսք ունենաք ասելու այն ժամանակ, որ Սուրբ Հոգին ձեզ հետ գործում է եւ Հիսուսին փառավորում եք, այն ժամանակ վկայություն կունենաք։ Այն ժամանակ կարող եք մարդկանց առաջ confess անեք, ասեք եւ այն ժամանակ Հիսուսը պետք է փառավորվի։ Եվ մենք այս բաների վկաներն ենք, ինչպես նաեւ Սուրբ Հոգին, առաքյալներս լավ էին հասկացել, թե մենք ենք վկայում, ինչպես էլ Սուրբ Հոգին էր ասում, այդպեսով մենք վկայենք, որ Աստված տվել էր իրեն ումերին, հնազանդողներին, նրանք որ հնազանդում են Աստծուն, կարող են Աստծո վկաները լինեն։ Նրանք որ իրաց կյանքը տվել են Հիսուս Քրիստոսի խոսքին, կարող են Հիսուսին վկա լինեն։ Եթե չեն կարողանում վկայենք Աստծուն, եթե չեն կարողանում Հիսուս Քրիստոսի մասին խոսանք, մատ պատճառներից հետո որ մենք հնազանդ մարդիկ չենք։ Եվ Սուրբ Հոգին մեր մեջ աշխատում է որ մեզի հնազանդեցնի, աշխատում է որ մեզ ինչ անի, մեզի խոնարհեցնի, համբալ մարդիկ լինենք, համբալ չէ, համբալը լավ բան չի պարսկերենի մեջ, խոնարհ մարդիկ է դարձնում եւ դրա նպատակը մենք պետք է լավ հասկանանք։ Առաջին Կորինթացիների 12-րդ գլուխ 3-րդ համարը։ Ուստի ես ձեզ հայտնի եմ անում, Պողոս առաքյալն ասում, որ ոչ ոք չի կարող ասել Հիսուսը Տեր է, եթե ոչ Սուրբ Հոգին։ Տեսեք, Հիսուս Քրիստոսը իր աստվածությունը հայտնաբերվում է այն ժամանակ, որ Սուրբ Հոգին մեր մեջ գործում է։ Ովեր են կասկածում, որ Հիսուս Քրիստոս Աստված է։ Չեք կասկածում, որ Հիսուսն Աստված է, ինչպես կլինի Հիսուս Աստված է, մեռավ, ուրեմն Աստված մեռավ, հա։ Որոշները այդ բաներն են ասում։ Բայց Սուրբ Հոգին եւ որ գալիս է մեզի համոզում է։ Սուրբ Հոգին եւ որ գալիս է մեզի ճշմարտությունը սովորեցնում է եւ կարողանում ենք այդ պատճառով ասենք Հիսուսը Տեր է եւ Հիսուսը Աստվածների Աստվածն է։ Եվ մենք ծառայում ենք Աստծուն։ Մեր նպատակը չպետք է լինի ինչ, ուշադրությունը դեպի մեզ գրավելը,
Երբեմն մենք շատ ենք հպարտանում, ես այսպես արեցի, արի տես մեր եկեղեցին ինչեր է կատարվում, մեր եկեղեցին պետք է Հիսուսին փառավորի, ամեն, խնդրում եմ մարդկանց մի կասեք, արեք մեր եկեղեցին այսպես է, այնպես է, խոսացեք Հիսուսի մասին, եթե Հիսուսի սերը մեր մեջ լինի, եթե Սուրբ Հոգու զորությունը մեր մեջ լինի, մարդիկ լավ զանազանում են եւ ջոգում են, որ որտեղ կարող են այդ հոգու ծարավը իրանցը լրացնել։ Ուրեմն մենք քարոզում ենք մենակ խաչյալ Հիսուս Քրիստոսին։ Մենք փառավորում ենք միայն ու միայն Հիսուս Քրիստոսին, որ մեզի կյանք է տվել, մեզի տիղմից ու ցեխից ազատել է։ Ամեն հավատացյալ կոչված է ինչ անելու, վկայություն տալու։ Մենք ամեն պետք է վկայենք, դուք պետք է վկայեք։ Հիսուսը խոսեց ոչ միայն Սուրբ Հոգու մասին, այլ նաև իր աշակերտների մասին, այդպես որ համարները կարտացինք, աշակերտներն էլ պետք է վկային, աշակերտներն էլ պետք է վկա լինեին։ Սուրբ Հոգին վկայում է հավատացյալների միջոցով։ Աստծո խոսքն ասում է, ես կարող եմ ինչ անեմ, հրեշտակներից օգտվեմ, կարող եմ ես քարերից մարդիկ շինեմ, կարող եմ հրեշտակներից օգտվեմ, բայց այդ բանը չեմ անում, ես ձեզանից եմ օգտվում։ Աստված ինչ հարգանք է տվել մեզի, ինչ պատիվ է տվել մեզի, որ մենք կարողանանք մեղավոր լինելով ապաշխարենք, վերստին կյանք ստանանք, որ Հիսուսի մասին խոսանք։ Այս ինչ պատիվ ու հարգանք է։ Քանի անգամ ասել եմ, Տեր, ինչու ես։ Նայեք հայլուն եւ ասեք, Տեր, ինչու ես։ Ինչու ինձ ես կանչել։ Մեկը ես ով եմ։ Ինչ տարբերություն կա իմ մեջ եւ այդ սոված երեխայի մեջ, որ Աֆրիկայում մեռնում են։ Ինչ տարբերություն կա իմ մեջ եւ Պակիստանի այդ քրիստոնյաներ, որ հիմա հալածում են եւ սպանվում են։ Ինչ տարբերություն կա իմ մեջ եւ Նիջերիայի այդ հավատացյալների մեջ, որ հիմա սպանվում են։ Ինչու ես պետք է փառավոր վիճակի մեջ ապրեմ, բայց նրանք խեղճության մեջ, նրանք ցավի մեջ։ Ինչու իմ եղբայրս պետք է Պարսկաստան բանդի մեջ լինի, բայց ես այսօր ազատության մեջ եմ եւ ամեն օր իմ հավատքս տկարանում է։ Եվ պետք է այս բաները հայլու առաջ կանենք եւ Աստծուն փառտանք։ Տեր Աստված, շնորհակալ եմ, որ այս ամեն բանը մենակ ու մենակ քո շնորհքի միջոցով է։ Ես ոչինչ եմ եւ քո շնորհքն է, որ այսօր ինձ պահում է, քո grace-ն է, քո ողորմությունն է, որ իմ մեջ գործում է։ Ուրեմն ել ավելի պետք է քաջալերվենք, որ Հիսուսին փառավորենք։ Ամեն։ Ել ավելի պետք է զորություն ունենանք Հիսուսի մասին խոսենք։ Մենք պարկախոս խումբ ունենք եւ այս եկեղեցուց հետո մենք գնում ենք գնացմով։ Չեք իմանում ինչ երանդով են Հիսուսի մասին երգում։ Սիրեն նոր ամենանց էթանք։ Տեսնեք ինչպես են Հիսուսին պաշտում։ Տեսնեք ինչպես են իրանց մեղքերի ներվելու մասին խոսում։ Ինչպես են ասում, որ մենք ուզում ենք Սուրբ Հոգով լցվենք։ Դժբախտաբար շատ ժամանակ ամեր եկեղեցում այդ ծարավը չկա, ես ուզում եմ Սուրբ Հոգով լցվեմ։ Գիտեք, Սուրբ Հոգու լեցանությունը կապված է ձեզի, ձեր փափակին։ Ոմանք ասում են, Սուրբ Հոգին մենակ են ժամանակվա, ոչ, Սուրբ Հոգին մեր մեջ պետք է բնակվի եւ այդ աղաչանքներով, որ Սուրբ Հոգու լեզուներով մենք աղաչում ենք, երկնքից պետք է զորություն առնենք եւ մեր խնդիրները ներկայացնենք Աստծուն։ Սա մեր արտոնությունն է եւ նաեւ մեր պատասխանատվությունը, որ Աստծո կողմից մեր վրա է։ Մատթեոս 28-ի 28 գլխի 10-ից մինչև 20-ը շատ հայտնի համար է։ Ուրեմն գնացեք բոլոր ազգերը, աշակերտեք եւ աշակերտ դարձրեք նրանց, մկրտելով Հոր, Որդու եւ Սուրբ Հոգու անունով։ Սովորեցրեք նրանց պահել այն ամենը, ինչ ես ձեզ պատվիրեցի, եւ ահա ես ձեզ հետ եմ ամեն օր մինչև աշխարհի վերջը։ Սուրբ Հոգու միջոցով Հիսուսը ապրում է մեր մեջ։ Ամեն։ Սուրբ Հոգին եւ որ մեր մեջ է, Հիսուս Քրիստոսի ներկայությունն է մեր հետ։ Գործառակելոցի մեջ էլ այդպես ասում Հիսուսը, ասում է նախ որ Սուրբ Հոգին գա, դուք ոչինչ մի արեք։ Պետք է սպասենք Սուրբ Հոգուն։
Եվ ասում եմ, բայց դուք զորություն կստանաք, երբ Սուրբ Ոգին ձեր վրա գա, եւ դուք իմ վկաները, տեսեք, պարզապես ասում է, եւ դուք իմ վկաները կլինեք Երուսաղեմի մեջ, Հրեաստանի մեջ, Սամարիայի մեջ եւ երկրի ծայրերը, դուք իմ վկաները կլինեք։ Սուրբ Ոգին գալիս է, որ մենք Հիսուսի վկաները լինենք, Հիսուսին փառավորենք։ Հռոմեացիների 10-րդ գլխի 14-ից 15 Ինչպես կկանչեն նրան, ում չեն հավատացել։ Տեսեք, շատ կարևոր պարտականությունների մասին է խոսում։ Ինչպես կճանաչեն նրան, ում չեն հավատացել։ Ժողովուրդ ինչպես կճանաչեն Հիսուսին, եւ որ չեն հավատացել, եւ ինչպես կհավատան նրան, ում մասին չեն լսել։ Չեն լսել, այսինքն մեկը չի խոսացի նրա մասին։ Եվ ինչպես կլսեն առանց քարոզի, առանց քարոզողի, մենք պետք է քարոզիչ լինենք, Աստծո խոսքը փոխանցենք մարդկան։ Եվ ինչպես կքարոզեն, եթե չուղարկվեն, եթե Սուրբ Ոգին մեր մեջ չգործի, ինչպես են կարող գնալ։ Ինչպես գրված է, որքան գեղեցիկ են նրանց ոտքերը, ովքեր բարի լուր են ավետում խաղաղության մասին, բարի բաների մասին, եւ այդ բարին միայն ու միայն Հիսուս Քրիստոսն է։ Եվ Սուրբ Ոգին կործում է, որ մենք այդ բարի ավետիսը մարդկանց համար տանենք։ Այսօր լուրջ կանք մոտենանք Հիսուս Քրիստոսին։ Հալելույա։ Ուշադրություն դարձնենք։ Առաջինը գործում է Սուրբ Ոգին։ Սուրբ Ոգին մեր մեջ պետք է գործի։ Հետո հավատացյալները կարող են խոսան։ Աստծո Ոգին եւ Աստծո ժողովուրդը միասին են գործում մեկ նպատակի համար։ Մենք եւ Աստված միասին են գործում։ Մենք Աստծո հետ ինչ ենք, համագործակից ենք, coworker ենք։ Եվ տեսեք ինչ պատիվ է մեզ համար, որ Հիսուսի հետ ինչ անենք, Հիսուսի հետ գործենք, Աստծո հետ գործենք։ Երրորդ կետը արդյունավետ վկայությունը կախված է մեր հարաբերությունը, որ Հիսուսի հետ ունենք։ Հարաբերության մեջ շատ հետաքրքիր բան կա, զորություն կա։ Հիսուսը այդպես որ համարների մեջ կարդացինք, ասում որովհետև դուք ինձ հետ եք։ Որովհետև դուք ինձ հետ եք եղել։ Այսօր քաջալերում եմ, որ գնանք եւ Հիսուսի հետ լինենք։ Մեր Հիսուսի հետ լինելը թող կախված չլինի մեր հիվանդություններին, թող կախված չլինի մեր տկարություններին, կախված չլինի մեր ֆինանսական դժվարություններին, մեր հոգեկանին, կապված լինի իրականության, եւ իրականությունը Հիսուս Քրիստոս Աստծո որդին է։ Աշակերտները կարող էին վկայել, որովհետեւ նրանք անձամբ ճանաչում էին Հիսուսին։ Մենք էլ պետք ունենք Հիսուսին անձամբ ճանաչել։ Նրանց վկայությունը գալիս էր ոչ միայն տեղեկություններ Հիսուսի մասին, այլ փորձառություններից, որ Հիսուսի հետ ունեին։ Ինչ փորձառություն ունեք Հիսուս Քրիստոսի հետ։ Ոմանք մենակ ապաշխարում են, ոչ մի բան չունեն Հիսուսի մասին խոսելու։ Մենք երբեմն ամաչում ենք, որ ես այսպես էի եւ Հիսուս իմ կյանքս փոխեց։ Փառք Տիրոջ, պատասխանենք պիտի ինչ ունենանք, պետք է համարձակություն ունենանք, որ մեր տկարությունները չտասկենք եւ փառք Տիրոջ, որ Աստված այդ համարձակությունը դնում է մեր սրտերի մեջ, որ ասենք մենք մեղավոր էինք, մենք ընկած էինք, բայց Հիսուս Քրիստոսը մեզի փրկեց եւ մեզի ազատեց եւ սրանց մեջ Հիսուսը փառավորվում է։ Ուրեմն թողեք մենք փորձառություն ձեռք բերենք Հիսուսի հետ։ Այսօր մենք էլ նույնպես վկայում ենք, որովհետև մենք փորձել ենք նրա շնորհը, grace-ը մեր կյանքում։ Փորձել ես Հիսուսի grace-ը։ Եթե չես փորձի, այսօր ժամանակն է որ փորձես։
Եթե չես 100% հանձնվի Հիսուս Քրիստոսին, այսօր հանձնվի, որովհետև չենք իմանում, որ վաղը ինչը կարող լինի։ Ոչ մի բան գարանտի չկա մարդկանց կյանքի մեջ։ Մարդիկ կարող են մեզ հետ ինչ անեն, վիճել աստվածաբանության շուրջով կարող են մեզ հետ վիճեն։ Նրանք կարող են մեզ ինչ անեն, կարող են մեզ մերժել, բայց երբեք նրանք չեն կարող փոխել են բանը, որ Հիսուս Քրիստոսը մեզ հետ արել է։ Այդ կույրը հիշում եք, կույրին տարեցին դատապարտելու։ Ինչը լավ, ով էր քեզի ասի, որ շաբաթ օրը պետք է աշկերտ բժշկվի։ Ասում նայեք, ես այս բաները չեմ իմանում։ Մենակ մի բան եմ իմանում։ Կույրի, այսօր տեսնում եմ, մարդիկ չեն կարող մեզանից խլեն։ Այն բանը, որ մենք Հիսուս Քրիստոսի հետ փորձել ենք եւ ձեռք ենք բերել։ Գնանք ծունգերի վրա եւ ուզենանք Աստծոց, որ մեր կյանքը տագնուվեր անի եւ այցելի մեզի։ Ինքդ քեզանից հարցրու, արդյոք ես ապավինում եմ Սուրբ Հոգուն։ Հարցրու քո մեջ։ Ասա, արդյոք ես ապավինում եմ Սուրբ Հոգուն, թե իմ սեփական կարողությունին Սուրբ Հոգուն ենք վստահում, թե մեզի։ Արդյոք թույլ տալիս ես, որ Սուրբ Հոգին, արդյոք մենք թույլ տալիս ենք, որ Սուրբ Հոգին սովորեցնի Սուրբ Գրքի միջոցով այդ ամեն իրականությունները, որ Հիսուսի մասին կա, թե ոչ։ Արդյոք իմ կյանքը ուղղում է մարդկանց դեպի Հիսուս Քրիստոս։ Արդյոք հավատարիմ եմ ավետարանը պատմելու մեջ, հավատարիմ ենք, որ խոսանք Հիսուսի մասին։ Արդյոք իմ հարաբերությունը Քրիստոսի հետ ամեն օր խորանում է, թե օր պակասում է։ Եզեկիելի մեջ ասում, ասում որ քայլեցի, ասում ոտերս դրեցի ջուրի մեջ, ասում էլի նորեն գնացի, միջով ծունգերս ջուրի մեջ էի, հետո միջով մեջքս, հետո եկա միջով վիզս, հետո տեսա էլ չեմ կարողանում որ քայլեմ, սկսեցի լողանալ։ Արդյոք այդպես մեր հարաբերությունները խորանում է Սուրբ Հոգու հետ թե ոչ։ Սուրբ Հոգին օգտագործում է սովորական մարդկանց։ Դուք ամեն մեկը կարող եք մտածել, ես սովորական մարդ եմ, ոչինչ չեմ կարող անել, բայց Սուրբ Հոգին օգտագործում է։ Ովքեր ինչ են, ովքեր որ ամեն սրտով հնազանդում են եւ ամեն սրտով հանձնվում են Սուրբ Հոգուն։ Հիսուսը գիտեր, որ հետևորդները կհանդիպեն ինչի, հակառակության, մերժման եւ տառապանքի։ Հավատացյալը ցավ կունենա կյանքի մեջ։ Մարդիկ կլքեն, մարդիկ ձեզի էլ կասեն դու մարդ չես, մենք էլ քեզ հետ հարաբերություն չենք ունենա։ Բայց Սուրբ Հոգին մեզի անզոր չի թողնի, առանց զորություն չի թողնի։ Նա խոստացել է Սուրբ Հոգին գալու է եւ մեզ զորություն տա։ Մեր կողքին մնա, մեզի առաջնորդի եւ մեր մեջ մենք կարողանանք փառավորել Հիսուսին։ Նա զորացնում է մեզ մեր վկայությունների մեջ։ Եվ մեր պատասխանատվությունը շատ պարզ է։ Այս քանի կետ է իմանանք, 5 հատ կետ է։ Մնալ Հիսուսի մեջ, քայլել Սուրբ Հոգով, հավատարիմ քարոզել ավետարանը եւ արդյունքները թողնել Աստծուն։ Մենք սերմացան ենք, չէ՞։ Սերմացանենք, Աստված ինք ամեն գործ կանի։ Վերջնական ինչ անենք։ Վերջնական կարողանանք ինչ անենք, կարողանանք այդ պատերազմը կարողանանք վերջ տանք, միջով վերջ տանենք։ Ես ես քաջալերում եմ, թողեք այս շաբաթը որ մեջը կան։ Սուրբ Հոգին ինչ անենք Սուրբ Հոգու հետ։
անձամ Սուրբ Հոգու հետ մտնենք նոր հարաբերության մեջ։ Հնարավորություն տանք Սուրբ Հոգին գործի, որպեսզի մենք կարողանանք խոսենք Հիսուս Քրիստոսի մասին։ Աղոթի քաջությանդ համար, աղոթիր, որ Աստված իմաստություն տա, աղոթիր սիրո համար, թողեք մեր սիրտը լսվի Աստծո սիրո եւ Աստծո սրտի նման սիրտ ունենանք, որտեղ եթե Աստծո սերը մեր մեջ չլինի, մենք երբեք չենք Հիսուսի մասին խոսա։ Եվ վերջացնեմ, վստահիր Սուրբ Հոգուն, որ նա կանի այն, ինչ միայն ինքը կարող է անել։ Ինչ որ ինքը կարող է անել մեզի համար կանի։ Եվ ինչպես հիշեցնում եմ Գործառաքելոց առաջի գլուխ 8-րդ համարը, բայց դուք զորություն կստանաք, երբ Սուրբ Հոգին իջնի ձեր վրա, եւ դուք իմ վկաները կլինեք։